Ելենա Արշակյանի «Ուրիշի ընտանիքը» սերիալում Ալինան ու Արևիկը պատահաբար հանդիպում են այգում։ Դրանց ծանոթությունը սկսվել էր դեռ հիվանդանոցում, ընդհանուր հիվանդության, բայց նաև մաքուր ու անմեղ մանկական կապի հիմքով։ Նրանք կրկին տեսնում են միմյանց ու ուրախությամբ վազում խաղալու, եւ հենց այդ պահին է, որ Նորոն հայտնվում է, զարմացած ու միաժամանակ ջերմացած տեսարանով։ Այգում է նաև Մագդան։ Արևիկը հատուկ անկեղծությամբ խնդրում է, որ 4-ով միասին գնան սրճարան, ու ոչ ոք չի համարձակվում մերժել նրան։ Նրանք նստում են մի անկյունում, երեխաները շփվում են, իսկ Նորոն ու Մագդան հանդարտ զրուցում են։ Հանգիստ խոսակցության մեջ անխուսափելիորեն բացվում են անցյալի վերքերը։ Մագդան, արդեն իսկ իմանալով ճշմարտությունը, փորձում է պաշտպանել եղբորը Արշակին։ Ասում է, որ ինքը լավ է հասկանում Նորոյի ու Էլիզի ապրումները, բայց միևնույն ժամանակ չի կարող ատել մարդուն, ում դաստիարակությանն է պարտական իր ամբողջ կյանքը։ Սակայն Նորոն կտրուկ պատասխանում է, որ որքան էլ Մագդան փորձի հասկանալ, չի կարող իրականում իմանալ, թե ինչ է նշանակում 15 տարեկանում դառնալ քո փոքրիկ քրոջ պաշտպանը, այն դեպքում, երբ դեռ ինքդ ես երեխա ու մոր կարիքն ունես։ Հանդիպումից հետո Նորոն ու Ալինան դուրս են գալիս այգի ու զբոսնում, երբ պատահաբար ճանապարհին հանդիպում են Հասմիկին։ Նորոյի հայացքում արտահայտվում է միաժամանակ զայնույթ, ցավ ու զզվանք։ Ալինան տեսնում է եղբոր դեմքի փոփոխությունը ու զգուշորեն ասում է, որ ինքը փորձում էր օգնել, հաշտեցնել նրանց, բայց հիմա տեսնում է, որ դա սխալ էր։ Նորոն պատասխանում է հանգիստ, բայց անզիջում. կարիքը չկա։ Որոշ հարաբերություններ իրենց ավարտն ունեն, որքան էլ ցավոտ լինի։ Իսկ Հասմիկն իր հերթին գնում է Էդոյի տուն։ Նա ցանկանում է բացատրել նախորդ օրվա իր ասացները, արդարանալ, ասելով, թե զայրույթի պահին հորինել է Էլիզի մասին այդ ստերը։ Բայց Էդոն կանգնած է իր դիրքում։ Նա այլևս չի ցանկանում լսել արդարացումներ։ Ասում է, որ իրար ամեն բան ասել են, եւ նոր բացատրություններ պետք չեն։ Հասմիկն սակայն իր բնավորության համաձայն չի պատրաստվում հանձնվել։ Մյուս կողմից Արշակի կյանքում նոր լարումներ են ավելանում։ Դայակների հարցում կարծես թե բախտը կրկին չի բերում։ Էլիզի խաբեությունը դեռ չէր մարսվել, երբ հիմա էլ նոր դայակը Լանան սկսել է իրեն տարօրինակ պահել։ Նրա աչքերում խառնված էին հետաքրքրասիրություն, կասկածելի մտադրություններ ու անբացատրելի պահվածք։ Նա ոչ միայն հետաքրքրվում է Արշակով, այլև ակնհայտորեն ինչ-որ կապ ունի Մագդայի անցյալի հետ։ Լանան հարցեր է տալիս Մագդայի ծնողների մասին, ընդգծելով, որ նա լավ գիտի, որ Մագդան կենսաբանական կապ չունի Արշակի հետ։ Արշակի համար սա լուրջ ահազանգ է։ Նա հասկանում է, նորից ինչ-որ մեկն է իր տուն մտել գաղտնիքով, բայց այս անգամ հնարավոր է կապված հենց Մագդայի կենսաբանական մոր հետ։ Մի բան պարզ է, Լանայի հայտնվելը պատահական չէր։ Նրա աչքերում վառվում էր վրեժի կամ մերկ ճշմարտության փայլը։ Բայց ինչ է նա ուզում Արշակից, կամ ավելի ճիշտ Մագդայից։ Այդ հարցի պատասխանը դեռ առջևում է։ Հարգելի հետևորդներ, ըստ ձեզ ով է իրականում Լանան, գրեք մեկնաբանություն։